Մենք Գյումրիում չենք պարտվել, որովհետև այն արդյունքները, որը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գրանցել է, միանշանակ հաղթանակի նշան է 17200 քվ ստանալը գյումրեցիներից, այդքան էլ հեշտ բան չի, պիտի գյումրեցին գիտեք կամ շատ սիրելուց սիրում է, չսիրելուց բնականաբար իր դիրքորոշումը սա շատ հստակ արտահայտում է, եւ ես միանշանակ սիրել է եւ համամասնական ընտրակարգով քաղաքացիները ընտրում են ավականիներ, որը կառավարելու է քաղաքը։ Այսօրվա մեր թիմ օրենսգրքով քաղաքի տերը ավականիներն են, քաղաքը կառավարում է ավականին եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի 14 մանդատ եւ ամենամեծ խմբակցությունն է եւ դրանից կարելի է հետեւություններ անել։ Պարոն Աղջանյան, այս Գյումրիում էլ է ԿՊ-ն առաջնորդվում, ինչ են լինի, մենք մեզ պարտված չենք համարի սկզբունքով։ Դե մենք մեզ պարտված չենք համարում, ել եմ ասում 14 մանդատ ամենամեծ խմբակցություն 2-3 մանդատներով ու իդեպ ոչ կոալիցիա կազմելով համարել, որ կառավարում են անելու Գյումրիում, միանշանակ Այսինքն ինչ է կանել, էլի մյուս համայնքների նման ինչ-որ մարդագործությամբ եք զբաղվելու եւ կամ ինչպես շատերն են ասում անասնագործությամբ եք զբաղվելու մանդատները տանեք, օրինակ ձեր տարիքին դարձնեք քաղաքապետ Մենք երբևիցե մարդագործությամբ չենք զբաղվել, առավել ևս ձեր բնորոշումները տված հարից չեն երբևիցե նման գործունեությամբ չենք զբաղվել, այն իրողությունները, որոնք եղել են օրենքի սահմաններում եւ մենք չենք պատրաստվում Գյումրիում որևէ նման գործողություններով զբաղվել։ Ալավերդիում եք կարծեմ այդպես եղավ, այլ համայնքներում եք, որ ընդդիմադիր, այսինքն հակառակ ֆրակցիայից ինչ-որ 1-2 հոգի չգիտեն ինչ ֆոկուսներ եք անում, քրեական գործով հաղթեցնում եք, թե համոզում եք, թե ինչ-որ պաշտոն եք խոստանում, այդ մարդը գալիս ձեր օգտին է։ Իսկ գուցե լավ ենք աշխատում ու մեր գաղափարախոսությունը այդ մարդուն սկսում է դուր գալու մեր արած աշխատանքը դրա համար որոշում են, որ մեր օգտին են քվեարկելու։ Ինչ ենք մենք մեր թիմը 14 մանդատ, դե 99 ընդանուր մաքսիմում թիվը դրել էինք, դրա համար էլ տեղ չունեինք այլ ավականիների կամ այլ տեխնազուների ներգրավելու, գուցե եւ տեղը լիներ ես գաղափարները 170 աշան տարբեր են եւ չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանի կամ Արտուն Գրիգորյանի կամ այլ մյուս 8 ուժերի ցուցակում եղած մարդիկ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ճանապարհ ունեին անցնել։ Պարոն Աղջանյան, եւ երկու կա հարց, մեկը վերաբերում է ամենայնիվ ԿՊ-ն, թեկնածու առաջադրելու է քաղաքապետի եւ երկրորդ արդեն մի քանի օր է ձեր հնարավոր հրաժարականի մասին է շրջանառվում, ասում են SMS եք հաստատել։ Ես բնականաբար հրաժարական չեմ ներկայացնելու, վստահ ասում եմ, որ լավ արդյունքներ գրանցելու պարագայում որևէ մեկը աշխատանքի չի ազատվելու եւ ես բարձր ճակատով, ինչպես ընտրություններից սկզբից էլ ասել եմ, բարձր ճակատով քայլել եմ Գյումրիում ու շարունակելու եմ քայլել Գյումրիում, գյումրեցիների աչքերի մեջ նայել, այդ թվում բոլոր ընդդիմադիր տեխնազուների իրենց ավականու անդամների։ Իսկ հաջորդը տեխնազուի մասով մոտ օրերս մանդատները վերցնելուց հետո կլինեն պաշտոնական հայտարարություն, այդ ժամանակ կիմանանք։ Ինչի՞ կարծես թե չեն բան անում, որ տեխնազու պետք է առաջադրել, կարծիքներ հնչում են ամեն դեպքում, դուք ինչ կարծիք եք, անձամբ ձեր կարծիքը եւ եթե դուք եք կարծում, որ այո պետք է ձեր տեխնազուին առաջադրեք, ինչ հաշվարկով, ինչ հույսով ու ակնկալիքով։ Ես կառաջնորդվեմ պաշտոնական հայտարարությամբ եւ կսպասենք, որպեսզի լինի պաշտոնական հայտարարություն։ Հնարավոր է չառաջադրեք։ Ես ասում եմ պաշտոնական հայտարարության ժամանակ հստակ դիրքորոշում կայտնի, բայց բնականաբար 17200 քվ ստացած ուժը, որը ունի ամենամեծ խմբակցությունը, իր դիրքորոշումը ավելի հստակ ու ճիշտ արտահայտելու է հայտարարության ժամանակ։ Պարոն Արուշանյան, այսինքն դուք ակնկալում եք ստանալ ընդդիմադիրների քվեն, որ ընտրվի ձեր տեխնազուն, այդ սցենարը օրինակ ձեզ համար մենք սպասում ենք Մենք սպասում ենք մանդատների վերցնելուն, որտեղ մինչև 14-ը դեռ ինքնաբացարկի ժամանակ կա, հասկանանք մանդատները ովքեր են վերցնելու եւ ինչ դիրքորոշում կունենան հայտնելու։ Իհարկե, այն մյուս խմբակցությունները, այն մյուս ուժերը հայտարարել են, որ սատարելու են Վարդան Ղուկասյանին, կոմունիստական կուսակցությանը եւ 14-ից հետո նոր հստակ բարձ կլինի։ Պարոն Արուշանյան, այսինքն իշխանության հույսը
առավելագույն շատ քվե ստանալով քաղաքապետ ընտրելն է, որտեղ երկրորդ փուլը նման հնարավորություն է տալիս, երբ որ առաջին փուլով 50+1-ով չի ընտրվում քաղաքապետ, երկրորդ փուլը արդեն ասում է, որ իշխանության հույսը ու իշխանության ուժը օրենքն է, մենք պաշտպանում ենք օրենքը եւ մեր քաղաքացիների քվեն։ Դրանով ստանում ենք ուժ ու հնարավորություն հետագա մեր գործընթացները ճիշտ կառավարելու համար։ Դուք ձեր հույսը դեռ չեք գտվել, որ դուք ունենաք Գյումրիում քաղաք։ Մենք երբևիցե հույսը չենք կտրում կամ երբևիցե չենք խորանում, ինքնանպատակ չէ մեր համար, ի սկզբանե էլ ասել եմ, ինքնանպատակ չէ, եթե գյումրեցիները ու գյումրեցիների կողմից ձայն ստացած ավականիները որոշում կկայացնեն, ըստ այդմ արդեն պարզ կլինի ամսի 16-ին։ Կլինեն օրինակ ընդդիմադիր դաշտից։ Ժորժ ջան, մենք սկսում ենք գնալ դեպի գուշակումների դաշտ եւ Որտեղ դուք մենակ եք, հիմա ԿՊ-ն մենակ չէ, ԿՊ-ն 14 թիմը այս պայն ավականում, եթե ընդդիմություն իշխանություն նայենք, ԿՊ-ն մենակ է եւ կա ընդդիմադիր ամբողջ զանգված, ունե 4 ուժ։ Դե շատ ճիշտ է, հենց եկել է այն աբացուցելու, ինչի մասին մենք ամբողջ կարոզարշավի ընթացքում խոսում ենք, երբ որ մենք ասում ենք, որ բոլոր ուժերը իրար հետ են ու բոլոր ուժերին ցեն տալու վերջում տալու եք այդ ցենը մեկ տեխնացուին, բոլոր այն ուժերը, որոնք այսօր անցած են, այն ուժերը, որոնք այսօր շեմը հատել են ու այնտեղ են, երբ որ մենք արդեն 2 ամիս ասում ենք, որ այս ամեն ինչը բերելու է, հանգեցնելու է 4 ուժերով միանալու են իրար, որևիցե մեկին ցայն տալու եք մեկ անձի, այդ ժամանակ բոլոր են ուժերը ասում են ոչ, քաղաքացիական պայմանագիրը վերջացնեմ, քաղաքացիական պայմանագիրը փորձում է մանիպուլացնել, մենք նման բան չունենք, մենք իրար ցեն չենք տալու, մենք մեր ցեները պահելու ենք։ Հիմի աբացուցվեց, կոալիցիա չի նա։ Հիմի Երևանում այդպես չի, Երևանում այդպես չի, Երևանում ամենաշատ ցայն հավաքած ուժի կողքն է համախմբվել այլ ուժեր եւ ունենք Երևանում քաղաքապետ, իսկ այստեղ մեր քաղաքացիական պայմանագրի կուսակցությանը մեր սարիգը երկրորդ տեղ ընկած տեխնացուից 2 անգամ գրեթե ավել ձայներ է հավաքել եւ ընդհանրապես նույն բանի մասին չենք թե այդտեղ արտար չի ուղղակի արտար չի, երբ որ 2-3 հազար ցեն դե իմ կարծիքով ընդրական օրենսգրքի մեջ խնդիրներ կան այս պարագայում, որովհետեւ չի կարող 17200 քաղաք Գյումրին քաղաքացիները տան 17200 ցեն մեկ ուժի, մեկ տեխնացու եւ 2-3 հազար ցեն հավաքողներ հավաքվեն 4-5 հոգով որոշեն վերջացնեմ, որոշեն որ ով է լինելու Գյումրու քաղաքապետը։ Այս ամեն ինչի սկզբանե ինչ որ ասում եմ նաեւ ձեր այդ հարցազրույցների ժամանակ, այս ամեն ինչը ցույց տվեց իմ արտարացի խոսքը, որ Գյումրեցու ու գյումրեցիների ընդհանրապես հետաքրքիր չեն ուժերը, որոնք այսօր Երևանից կամ Գյումրիում այս իրավիճակը ստեղծել են, իրանց ընդհանրապես հետաքրքիր չէ ոչ Գյումրին, ոչ է գյումրեցին։ Կոմունիստական կուսակցությունը Գյումրիում ցեն չուներ տանելու։ Չեմ զարմանա, որ շուտով մավզալեյ կառուցենք քաղաքապետարանի կողքը կամ հետ կամ ինչն էր ԿՊ-ի դեմ 17200 ցեն, շուտով դե մի Ժորժ ջան